Нагорной Карабахской Республики. Дорогие ветераны Великой Отечественной войны, уважаемые гости и соотечественники, поздравляю вас с 50-летием Великой Победы и трехлетию освобождения города Шуши. О храбрости карабахцев в годы Великой Отечественной войне до сих пор слагаются легенды. Подвигов их отмечено высокими правительственными наградами. 21 человек стали героями Советского Союза, 5 полными кавалерами ордена славы, более 15 тысяч награждены орденами и медалями. Мы благодарны вам, дорогие ветераны, за уроки мужества и патриотизма. Вечная память тем, кто не дожил до наших дней, дней возрождения и становления Нагорного Карабаха. Эстафету разных подвигов отцов сегодня с честью несут их сыновья. 3 года назад, 9 мая, освободили древнюю столицу Астаха-Шуши. Этот день войдет в нашу историю как символом возрождения веры своих сил, символом мужества и высокого духа Астаха. Наша закалявшаяся в боях армия одержала ряд крупных побед, доказала, что оно стало надежным гарантом безопасности народа Нагорной Карабахской Республики. Мы склоняем голову перед памятью всех, кто отдал свою жизнь за свободу Родины. Как бы тяжело нам не было, мы обязаны выстоять и победить. С праздником Победы вас! Да здравствует Нагорная Карабахская Республика и ее вооруженные силы! Ура!
հրապարակ են մտնում հայրենական մեծ պատերազմի վետերանները։ 1418 օր ու գիշեր նրանք արյունահեղ մարտեր են մղել գերմանական ֆաշիզմի դեմ։ Ռազմաճակատ մեկնած 56,000 ղարաբաղցիներից 26,000-ը տուն չեն վերադարձել։ 21 արցախցիներ արժանացել են խորհրդային միության հերոսի կոչման, 5 հոգի դարձել են փառքի իշխանանշանների լրիվասպետներ։ Մեր հայրենակից 15,000 քաջորդիներ պարգևատրվել են մարտական իշխանանշաններով ու մեդալներով։ Մեծ հայրենականի տարիներին Արցախի հողը ծնել է մարշալներ ու գեներալներ, աննկուն հրամանատարներ եւ հայրենիքին նվիրյալ զինվորներ։ Փառք մեծ հայրենականի դառնությունները կրած մեծ պապերին ու հայրերին։ Հրապարակ են մտնում առաջին պաշտպանական շրջանի քաջարի զինվորները, հրամանատար փոխգնդապետ Արթուր Աղաբեկյան։ Գունդը ձևավորվել է 92 սեպտեմբերին պատմական Դիզակի ինքնապաշտպանական ջոկատների համախմբումով։ Մասնակցել է Ղարաբաղյան ռազմաճակատի երկարությամբ ծավալված բազմաթիվ մարտական գործողությունների եւ վստահորեն պաշտպանել Արցախի հարավ-արևելյան սահմանների անառիկությունը։ Փառք ու պատիվ Հադրութի քաջորդիներին։ Հրապարակում են երկրորդ պաշտպանական շրջանի զինծառայողները։ Հրամանատար գնդապետ Մովսես Հակոբյան։ Փառավոր մարտական կենսագրություն ունեցող այս գունդը միշտ էլ աչքի է ընկել իր անձնակազմի հերոսություններով եւ կամքի փայլուն դրսևորմամբ։ Այսօր էլ պաշտպանական շրջանի զինանձնակազմը արժանապատվորեն է իրականացնում իր պատմական առաքելությունը, կատարելագործում մարտական եւ քաղաքական պատրաստականությունը։ Փառք հերոս մարտունեցիներին։ Հրապարակ են մտնում երրորդ պաշտպանական շրջանի առյուծաբաշ կտրիչները, հրամանատար փոխգնդապետ Նելսոն Սողոմոնյան։ Երրորդ պաշտպանական շրջանին վստահված ռազմաճակատի բոլոր հատվածներում հակառակորդին չի հաջողվել գրավել թեկուզ մի թիզ հող։ Գնդի զինվորները պատվով են իրականացրել իրենց առջև դրված բոլոր ռազմական առաջադրանքները։ Փառք եւ զորություն երրորդ պաշտպանական շրջանի զորամասերին։ Գլխավոր ամբիոնին են մոտենում 4-րդ պաշտպանական շրջանի դյուցազունները, հրամանատար գնդապետ Վիտալի Բալասանյան։ Գնդի պատմության հերոսական էջերից է Աղդամի ադրբեջանական հզոր ռազմական հենակետի վերացման մարտական օպերացիայի մասնակցությունը։ Զինանձնակազմի 46 անդամներ արժանացել են մարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի իշխանանշանների, փառք ու պատիվ ասկերանի քաջորդիներին։ Հրապարակ է մտել 5-րդ պաշտպանական շրջանի զորախումբը, հրամանատար մայոր Գուրգեն Անտոնյան։ Գունդը այսօր պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքի սահմանները։ Կեցեն ոտքի ելած եւ հզորացող մարտակերտցիները։ Հրապարակում են 6-րդ պաշտպանական շրջանի աննկուն վրիժառուները, հրամանատար փոխգնդապետ Սերգեյ Չալյան։ 1992 թվականի հուլիսից հետո Մռովի փեշերի անտառներում ստեղծված եղնիկներ կոչվող պարտիզանական ջոկատի հիման վրա կազմավորվեց 6-րդ պաշտպանական շրջանը։ Այսօր գնդի յուրաքանչյուր զինվոր հավատում է, որ Շահումյանի շրջանը անպայման կազատագրվի, փառք ու պատիվ հայրենիքի ազատագրման համար կռվող շահումյանցիներին։ Հրապարակով քայլում են 7-րդ պաշտպանական շրջանի մարտիկները, հրամանատար գնդապետ Բաչագան Իշխանյան։ Գունդը միշտ էլ պատվով է կատարել մարտական առաջադրանքները։ 20-ից ավելի զինծառայողներ պարգևատրվել են մարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով։ Այսօր էլ պաշտպանական շրջանի զորամասերը առաջավոր դիրքերում են։ Փառք Շուշիի պաշտպանական շրջանի զինանձնակազմին։ Հանդիսավոր երթում են 8-րդ պաշտպանական շրջանի ամրակուռ ու փորձված ստորաբաժանումները, հրամանատար գնդապետ Սամվել Կարապետյան։ Բացառիկ է գնդի մարտական ուղին, այն մղել ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում, Օմարի Լեռնանցքից մինչև Արաքս գետը, ոչնչացրել է հակառակորդի 37 ռազմական հենակետ։ Ռազմաճակատի, որ հատվածում էլ հայտնվել են կենտրոնական պաշտպանական շրջանի զորամասերը, թշնամին սարսափից խուճապի է մատնվել։ Փառք եւ զորավոր բազուկ ձեզ, Ստեփանակերտցիներ։
Հրապարակում են 5-րդ բրիգադի կտրիչները, հրամանատար գնդապետ Մանվել Գրիգորյան։ 1993 թվականին մասնակցել է Հադրութի շրջանի մի շարք գյուղերի ազատագրման, Ֆիզուլու շրջանում տեղակայված թշնամական կրակակետերի ոչնչացման մարտերին։ Իրենց մարտական հերոսություններով աչքի են ընկել Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան տարածքներն ազատագրելու ժամանակ։ Հարկ կամավորական սկզբունքով կազմավորված բրիգադի զինվորներին։ Հրապարակ է մտնում բազում ճակատամարտերում թրծված առանձին մոտոհրաձգային գումարտակը, հրամանատար փոխգնդապետ Կարո Բաբայան։ Գումարտակի մարտական ուղին ձգվում է Խաշաթաղից մինչև Մարտակերտ, Ջաբրայիլից մինչև Քելբաջար, որոնց ընթացքում ոչնչացվել եւ առգրավվել է հակառակորդի զգալի քանակությամբ մարտական տեխնիկա եւ զինամթեր։ Փառք ու պատիվ առանձին մոտոհրաձգային գումարտակի անձնակազմին։ Հրապարակը տրամադրվում է առանձին հետախուզական գումարտակի խիզախ ու սառնասիրտ մարտիկներին, հրամանատար կապիտան Գագիկ Սարգսյան։ Ազգային ազատագրական պայքարի ընթացքում Արցախի հետախույզները բազմիցս թափանցել են թիկունք, տեղեկացել ու հրամանատարությանը հասցրել արժեքավոր տվյալներ, որոնք էլ նպաստել են մեր բանակի հաղթական գործողություններին։ Կեցցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հետախույզները։ Ռազմական շքերթում են ուսումնական մոտոհրաձգային գնդի մարտիկները, հրամանատար փոխգնդապետ Վաչագան Հայրյան։ Գունդը կազմավորվել է 94-ի փետրվարի 1-ին։ Գնդի ստեղծման գործում մեծ է գեներալ լեյտենանտ Քրիստոֆոր Իվանյանի ավանդը։ Անցած մեկ տարում ուսումնական գնդի ռազմական դասընթացները ավարտել ու մարտական ստորաբաժանումները համալրել են ավելի քան 4500 նորակոչիկներ։ Կեցցե ուսումնական մոտոհրաձգային գնդի ամբողջ անձնակազմը։ Հորիզոնում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նորաստեղծ ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռները։ Մեր անձնվեր օդաչուները օրեցօր կատարելագործում են ռազմական պատրաստականությունը եւ վստահորեն շարունակում Արցախածնունդ խորհրդային միության կրկնակի հերոս Բալթիական բազե Նելսոն Ստեփանյանի գործը։ Տասնյակ երիտասարդ արցախցիներ այսօր սովորում եւ տիրապետում են օդաչուի բարդ եւ պատվավոր մասնագիտությունը։ Հրապարակ է մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զրահատանկային տեխնիկան, առանձին տանկային գնդի հրամանատար մայոր Վարդան Բալայանի գլխավորությամբ։ Արցախյան գոյամարտում իրենց արժանի տեղն ունեն մեր փառապանց տանկիստները, որոնք կարճ ժամանակում լիովին տիրապետեցին տանկիստի դժվարին մասնագիտությանը, թշնամու դեմ մտան անհավասար մարտերի մեջ եւ կատարեցին անհավատալին։ Կեցցեն Արցախի խիզախ ու անվեհեր տանկիստները։
հրապարակ են մտնում առանձին մոտոհրաձգային գումարտակի հետևակի մարտական մեքենաները, հրամանատար մայոր Սասուն Աղաջանյան։ Անվեհեր ու խիզախ մոտոհրաձգայինները իրենց մարտական մեքենաներով համար ու թեժ մարտերում բազմիցս մենամարտել են հակառակորդի թվապես գերազանցող զրահատեխնիկական խմբավորումների հետ եւ միշտ էլ հաղթանակով փառավորել յուրավանդական ազգային ունակությունները, պատճառելով թշնամուն կենթանի ուժի եւ տեխնիկայի շոշափելի կորուստներ։ Այսօր էլ նրանք լի են վճռականությամբ հաղթահարելու ցանկացած պատնեշներ, հանուն Արցախի անկախության ու անվտանգության ապահովման։ Փառք խիզախ մոտոհրաձգայիններին։ Հրապարակում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հրետանավորները, բրիգադի հրամանատար փոխգնդապետ Լևոն Մնացականյան, ռազմաճակատի ողջ երկայնքով մեր փառապանց հրետանավորներն ու հակատանկայինները թշնամու դեմ մղված արյունահեղ մարտերում ցուցաբերեցին իսկական հերոսություն, խիզախություն եւ անձնազոհություն։ Այսօր ավելի է ամրակայվում ու բազմապատկվում հրետանային բրիգադի ռազմական հզորությունը, աճում է փառավոր հրետանավորների արժանի հերթափով։ Փառք ու պատիվ պատերազմի Աստված շքերթը եզրափակում են հակաօդային պաշտպանության գնդի մշտարթում ստորաբաժանումները։ Հրամանատար մայոր Նիկոլայ Բաբայան։ Երեքամյա կենսագրության ընթացքում մեր հակաօդայինները խփել են ավելի քան 2 տասնյակ թշնամական ռմբակոծիչներ եւ ռազմական ուղղաթիռներ։ Օրեցօր աճում է հակաօդային պաշտպանության տեխնիկական հագեցվածությունը
եւ նրա զին անձնակազմի մարտական պատրաստվածությունը։ Արցախցիները կարող են վստահ լինել, որ նրանց անվտանգությունը օդից գտնվում է հուսալի ձեռքերում։ Կեցցեն մեր հակաօդայինները։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակին եւ Շուշիի ազատագրման 3-րդ տարեդարձին նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի զորահանդեսը ավարտվեց։